Բարի օր սիրելի երեստաթիթող, այսօր պատրաստելու ենք հավով կասադիաս, շատ համով է, արագ է պատրաստվում, բոլորի ճաշակին հարմար է, ընտանիքի բոլոր անդամները կուտեն փոքրուց մինչև մեծ, այսինքն մի խոսքով հավ ունեցեք, տորտիլա հացեր ունեցենք, մի քանի համեմունք, մի քանի պանչարեղեն ու արդեն միասին կպատրաստենք կասադիաս։ Այսօր հավով եմ անելու, իրականում ես եւ պատրաստում եմ պանիրով եւ բուսական եւ նույնիսկ միսով, կարող ենք մի օր էլ միսով պատրաստել, բայց այսօր հավով։ Այսօրվա պաղաթյադոմցի համար մեզ պետք է 1 հավի կրծքամիս, 4-ից 5 հատ տորտիլա հացիկներ, կես հատ կարմիր բղբեղ, կես հատ դեղին բղբեղ, կես հատ կանաչ բղբեղ, մի քիչ ազատ կեղ կամ մաղդանոս, 1 հատ սոխ, 2 բաժակ քերիչով անցկացրած մոցարելլա պանիր, 3 ճաշի գդալ մայոնեզ, 1 ճաշի գդալ կեչուպ, 1 ճաշի գդալ մանանեխ, կարող է լինի դիժոն, 2 թեյի գդալ կծու սոս եւ 2 թեյի գդալ թթվի ջուր։ Համեմունքներից օգտագործելու ենք աղ, սև բղբեղ, կարմիր բղբեղ կծու եւ պապրիկա։ 1 թեյի գդալ քիմիոն, 1 թեյի գդալ օրիգանո, 1 թեյի գդալ սխտորի փոշի եւ իհարկե ցիտապտղի ցետ։ Հիմա քանի որ հավը պետքա կտրատեմ եւ սոխը պետքա կտրատեմ, կարող ենք մի հատ առաջ սոխը կտրատել, քանի որ սոխը եւ բղբեղը պետքա տապակեմ, իսկ հետո ավելացնեմ հավը, դրա համար ավելի ճիշտ կլինի։ Այսինքն սոխ կտրատենք, հետո բղբեղները, հետո հավը։ Սոխերը այսպես ենք կտրատելու, փարակ շերտերի, ինչքան փարակ այնքան լավ, բայց որ երկար լինի, ավելի լավ կլինի։ Ինքը ավելի ճոխացնում է մեր կասադիասի, կարող ենք ասել, սանդվիչները։ Բայց անպայման սոխ դրեք, որովհետև կասադիասը շատ է սիրում սոխ։ Իսկ սխտորը կարող եք բարդ սխտոր օգտագործել կամ կարող եք փոշի, մենք այսօր սխտորի փոշի ենք օգտագործելու, քանի որ ես միշտ ուրախ եմ, որ Մարանիկը ամեն ինչ ունի, սխտորի փոշի էլ ունի, կարող եմ ցեզ ասել։ Այսպես փարակ շերտերի ենք վերածում բղբեղը։ Կասադիասի մեջ ամենաշատը բղբեղներն է կնում հավը եւ սոխը։ Եթե գուզեք մեկ-մեկ ավելացնել ինչ-որ հետաքրքիր բան, կարող եք օրինակ եգիպտացորեն ավելացնել կամ ինչ-որ սունկ, բայց էսի կլասիկ ստանդարտն է, որ ամենուն ճաշակին հարմար է։ Իսկ այս բոլոր ապրանքները, եթե ուզում եք մի տեղից վերցնել, կարող եք ուտուտից վերցնել եւ միսը, եւ հացը, եւ համեմունքները, եւ փանչարեղենը, իսկ ուտուտը հետաքրքիր բան ունի, խաղարկություն, ոնց որ 5000 եւ ավել գնում կատարելուց, նշված տեսականուց Պայնալ Բանդյան, կարող եք մտնել խաղարկության ու շահել բնակարան։ Եվ մի հատ էլ հետաքրքիր բան ունեն, որ շաբաթվա մեջ 20 հաղթող են ընտրում ու cashback են անում, այսինքն երբ որ ուտուտ սուպերմարկետից անում ես գնումներդ, մի հատ էլ կարող է շահես բոլոր գումարը, որ ծախսել ես, հետ տան քեզի։ Էդ էլ է շատ հետաքրքիր։ Մի խոսքով գնում եք ապրանքներից վերցնում եք, մի հատ էլ բախտերնից փորձում եք, հաճելի պահեր եք ապրում ու շարունակում ձեր կյանքը։ Հիմա մնաց դեղինը։ Դեղիներ կտրատենք ու սկսենք սոխը եւ բղբեղը տապակել։ Պետքա մի օր երևի մեքսիկական քաղցր պատրաստենք, որովհետեւ շատ հետաքրքիր պաղաթադոմսեր կան մեքսիկական իրականում։ Դե ինձ սիրելիներս, ես ավելացնեմ ցեթը։ Այս սոսը ամենադենց ստանդարտ արագ ամենուն հարմար սոս է, բայց նույնիսկ կարող ենք իր մոտ թթվասեր հյուրասիրել կամ կարող ենք գուակամոլե պատրաստել ավոկադոյով, այսինքն ինքը լիքը սոսեր կարող ենք իր կողքը պատրաստել, բայց էսի մշտական ստանդարտն է, որ պետքա լինի։ Ավելացնեմ սոխը։ Մի քանի րոպե մինչև սոխը տապակենք, հետո կավելացնենք բղբեղը, մենք արդեն հավը կտրատենք։ Հավը կարող ենք այսպես շերտերի վերածել ու հետո մի հատ էլ անցնել վրայով։
Ինչ որ հաստե մի հատ ենք անցնում վրայով, այսպես, որպեսզի լավ փարակ շերտեր լինեն։ Մի հատ էլ էս ու արդեն պատրաստ կլինի։ Հիմա այս ցերկով, քանի որ հավ չէ այս ցերկս, ավելացնում ենք պղպեղները։ Ավելացնում եմ աղ, հավին։ Իհարկե, եթե ժամանակ ունիք, կարող եք հավի մարինեյշնը սկիզբեն անել, այսինքն մարինացնել մի քանի ժամով սանարանը թողել, ինքը ավելի դենց համեմունքները մեջը կվերցնի, բայց որ նկարահանում եք TV-ով, բայց եթե նկարահանում եք TV-ով, կետրոն TV-ով եւ համի գաղտնիքով, կարող եք նույն րոպեին անել, խառնել եւ տապակել։ Ավելացրել եմ օրիկանոն եւ կիմոնը, սխտորի փոշի, սև բղբեղ, աղ եւ կարմիր բղբեղ երկու տեսակ կծու եւ ոչ կծու։ Եվ ոչ կծու։ Մի հատ խառնում եմ։ Սա համեմունքները հավաքում եմ եւ գնում ենք թեպի տաբակ։ Գնացինք։ Եթե մարինեյշն եք անելու թողելու եք, ցիտապտղից հետը կավելացեք, բայց քանի որ այստեղ արդեն ես ունեմ, ցիտապտղից հետ չեմ ավելացնել։ Գնացինք։ Մատ գնամ օջարվեմ, որ խառնեմ։ Դե իհարկե օջարվում եք ABC-ով, միայն եւ միայն, որպեսզի եւ մեր խոհանոցը շատ մաքուր լինի, եւ մեր ցերքերը եւ մաքուր լինեն եւ խնամված։ Վաու, հոդը իդեալական։ Մի քանի րոպե թողում ենք լավ տապակվի, որպեսզի հավը եփվի, բայց ես քանի որ ձարավ եմ, մի հատ վերցնեմ սիլի ջուրերից եւ խմեմ, որպեսզի մնամ առողջ, չի չրազրկվեմ, մինիմում օրը 8 բաժակ ջուր ենք խմում, չենք մոռանում։ Դե ինձ սիրելիներս, հավը գրեթե պատրաստ է, 2 րոպեից ընդհանրապես պատրաստ կլինի։ Ես մի անգամից սոսը պատրաստեմ ու արդեն անցնենք աշխատանքի։ Մայոնեզի վրա ավելացնում եմ կեչուպը, թթվի հյութը, գծու սոսը, եւ մանանեխը։ Իսկ ես օգտագործում եմ դիժոն մանանեխ։ Դուք եթե կուզեք ոչ գծու լինի շատ, կարող եք կլասիկը օգտագործել։ Հիմա խառնում եմ եւ պետք է ավելացնել մի քիչ սև բաբեղ։ Մի քիչ շատ։ Դե սև բաբեղը պիտի լինի դեղին։ Մի քիչ էլ աղ, շատ թեթև, որովհետեւ մայոնեզը արդեն աղի է լինում։ Խառնում եմ։ Սոսը պատրաստ է։ Մեր հավին նայում ենք, արդեն գրեթե կարող ենք տապակից հանել։ Հացերը 1, 2, դնում ենք այսպես, մնացածը թողում ենք, որպեսզի փակենք։ Սկսում ենք, սկզբում քսում ենք սոս, տարածում եմ։ Ավելացում եմ պանիր։ Պանիրը ավելացում ենք մի հատ սկզբում, հետո հավից հետո մի հատ էլ ենք դնում։ Այսինքն պանիրը պետքա լինի 2 շերտ։ Մի հատ ներքև, մի հատ վերև։ Ահա։
մի քիչ տարածում ենք։ Yummy։ Ովա անհամբեր շաղիկը եւ բոլոր համի քախնիկ հաղորդման հերոստատի դողները։ Մի խոսքով, այս տեսակ 2 հատ կասադիլասա դուրս գալիս, այսքան ապրանքով։ Դուք կարող եք տեսնել, եթե ավելի մեծ ընտանիք ունեք, կարող եք շատացնել։ Yummy։ Մի հատ պանիր ենք դնում նորեն, երկրորդ չերտ, ոնց խոստացել էինք։ Իհարկե, պանիրը կամ չեդեր կամ մոցարելա կարող եք օգտագործել, կարևորը հալվող պանիրը լա, շատ աղի չլինի, միջակ աղիությամբ, մի քիչ սենց կարող անեք, որ ձեռքով դասավորվի։ Եվ փակում ենք։ Մի քիչ ձեռքով սենց եմ անում։ Իմ բրցինս միշտ լվանում եմ, առաջ որ օգտագործեմ, շատ հրաշք է, լավ հոտ, լավ համ ու շատ լավ է մաքրում։ Ու սիրտս հանգիստ լինի։ Այս տեսակի բրցինները իրենք աղդ են բահում իրանց մեջ։ Մի հատ մաքրում դնում ենք, մի հատ էլ չօգտագործելուց եք դնում։ Հիմա հետաքրքիր մաս կա։ Ես ընդհանրապես այս համով սոսը, որ հետապակել ենք այդ ամեն ինչը, չեմ թափում, ստեղից վերցնում եմ, քսում եմ։ Ճիշտ այսպես։ Որովհետև կամ պետք է ցիտապտրից հետ կամ կարակ պետք է կսեք, եթե չեք ուզի այս հյութը օգտագործել, բա դուք գիտեք ոնց կուզեք։ Կարևոր 1-3-ը կցած եմ, հիմա պետք է թնեմ այնտեղ, արդեն տակը սոս կա։ Օպա։ Նամ։ Հատ էլ մուս կոմը, մի քանի րոպե ալ, լավ կարմրի, հաջորդը, հələ մի հատ նայեք, լսեք ես ցայնը։ Կասադիասը ընդհանրապես այսպես ենք կտրում։ Եվ 3 մաս։ Վաու, մի հատ պարսացնեմ, տեսնեք։ Մամմա միա։ Պատրաստվում ենք մատուցելու։ Եվ կարող ենք մի հատ նայեք ինչքան լեցուն է։ Մի քանի հատ ազատ քեղ դեկորացիայի կամ դիզայնի համար իմիջիալոց կարող եք մեջն էլ թնել, ես մեջը շատ չեմ սիրում, կողքերն եմ սիրում, դրա համար դուք որոշեք ոնց կուզեք, կամ կարող եք համեմ կամ ազատ քեղ մաղդանոց։ Մի հատ էլ սոսին տնենք, որ սոսը անուշիկ լինի։
Եվ այսօրվա բաղադրատոմսը հավով կասադիան պատրաստ է։ Դուք էլ անպայման պատրաստեք եւ վայելեք։ Բարի խորժակ։ Դե ինձ սիրելիներս, արդեն համ տեսելու ժամանակն է։ Ստեղից մի հատ համովիկ մվերցնենք։ Գնացինք։ Համովության կակատնագետ, կարող եք այս սոսը, որ ավելի ենք թնում, կարող եք սոսը ավելացնել եւ ուտել, բայց մեկ արդեն շերտ մենք թրել ենք սոս, շատ համով է, հավին համեմունքը խենթանալիք, պանչարեղենը խենթանալիք, այդ հալած պանիրը արդեն ամբողջացնում է, իսկ համեմունքները, որովհետեւ եւ թարմ են եւ շատ համով, ավելի համովացրել է մեր այդ ամեն ինչը։ Այսօր որոշել եմ բացենք այս կունճուդով քուքիները։ Շատ համով է, բրավո։ Ես իրականում քունչուտով կաղցերներ շատ եմ սիրում ու ինքը խրխտան բարակ ու տետև է։ Կարող եք վերցնել սուրճի հետ վայելել։ Մի խոսքով։ Դերանք խմեցինք, ամեն ինչ արեցինք, հիմա ժամանակն է դուք գնաք այս ամեն պաղաթիչները վերցնեք ու պատրաստեք դուք էլ ձեր ընտանիքին ուրախացնեք։ Իսկ մենք վաղական հանդիպենք նույն ժամին, ժամը 9:00 եւ 17:00 Կենտրոն TV եթերով։ Համի կախնիկը միշտ ձեր հետ է։ Ցտեսություն։